Էլիզա։ Սանաս չի եկել։ Պաստորեն երաս չէր։ Էլիզա, Էլիզ ջան, խնդրում եմ նորից մի սկսի, հազիվ հանգստացել ես, նորից կվատանաս։ Չեմ ուզում։ Հանգիստ։ Չեմ ուզում ապրել։ Չէ, Էլիզա, մի արա, նորից կվատանաս, խնդրում եմ քեզ։ Մի ասա, մի ասա։ Ապրելու, իմ 20 տարեկան է։ Իմ ապրելու մոպետ։ Էլիզա, մի ասա, տենց բան։ Պաստորեն երասին երեխեցիկա։ Էլիզա։ Ընկերուդ խելք սովորացրա։ Գնաց։ Հա, գնաց։ Բայց չեմ կարծում քեզ հանգիստ թողնի։ Ստիպված եմ։ Մեր միջև ամեն ինչ վերջացած է։ Սա ռիսկ է թե փորձես ներել, հասկանալ։ Անիմաստ է։ Լևոնը օտար մարդ է դարձել ինձ համար։ Չզգացի էլ ոնց գիտես։ Սիրում էի, չէ՞ իրան։ Ոնց այդպես ստացվեց, մեկ օրում, մեկ ժամում դարձավ օտար մարդ ինձ համար։ Դե ջղայնացած ես տենց ես ասում, կանցնի սա։ Չէ, նեղանում ու ջղայնանում են հարազատ մարդկանցից։ Իսկ Լևոնը ուղղակի օտար մարդ է ինձ համար։ Լավ։ Չեմ ուզում նման մտքերով տանրաբեռնես քեզ։ Մի քիչ քնի հանգստացի։ Վստահ եմ հիվանդանոցում էլ չես քնել, չէ՞։ Բայց չեմ կարողանում։ Անընդհատ Միլենան աչքիս առաջ։ Տեսնես ոնց է հիմա։ Մենակ թե Արմանը խոստում ու կատարի։ Ծառ արի գնանք պարկենք։ Մի քիչ երազենք։ Ոնց որ առաջ հիշում ես։ Ես երազում եմ, որ իմ ծնողները կողքիս լինեն։ Դու երազում ես ընտանիք ունենալ։ Ոչ իմ երազանքը իրականացավ, ոչ էլ քոնը։ Անիմաստ բան է երազել եմ։ Կներես համ, այսօր մի տեսակ դառնացած եմ, մի լսի։ Երեխաներին հսկելու փոխարեն իրար եք գրկել։ Գեր Գրիգորյան, Ինչ-որ խնդիր կա։ Կա, ու այդ խնդիրը դու ես։ Տաթև խմբիդ մոտ գնա ու այլևս երեխաներին առանց հսկողության չթողնես։ Որ մարդն ու չի տեսե։ Չէ, շեֆ ջան, մի քանի վայրկյան բան տևեց, դժվար թե տեսած լնան։ Բայց աղջիկը պլաններից մեջ չէր մտնում։ Դե մեր համար էր անակնկալ։ Լսի, իսկ այդ գրնու կոչեցյալը հետը չէր։ Չէ, երկուսով էին, հերու աղջիկ էին, հերն էլ քշում էր։ Դու հասկանում ես, որ Ադամը ողջ մնաց։ Ախր վրեժ ալուծելու։ Դու այդքան բանը պատկերացնում ես։ Շեֆ ջան, մի մտածի, ես։ Ահա ոնց չմտածեմ։ Ոտից գլուխ են անտերի մեջ ենք։ Ասում ես կանեմ ու չես անում։ Դե իմ ով կմտածեր, որ սենց կստացվի։ Դրա համար մտածված է պետք գործել։ Այս անտերը ինչի համար է տրված, որ մտածես։ Շեֆ, չես պատկերացնի այդ հիվանդանոցում ինչ է կատարվում։ Եթե ես հիմա փորձեմ մեկին կաշառեմ, որ այդ համի բան անի, այդ հավասար է նրան, որ ես իմ հոժար կամքով գնամ քաղմաս։ Դու գիտես փողը ինչ անում։ Փողը լուսա տալի։ Փողը ծնգի այչացնում, ոտիա կանգնացնում, դարպասա բացում ու փագում։ Չվեկալող մարդ չկա։ Քիչ տվող կա։ Իսկ ես շատ կտամ։
մնում է մեկին գտնես։ Մոսո։ Ասում եմ մեր աղբերը ինչ-որ լավ չի աշխատում։ Ինչ ասում եմ, չի անում։ Ասում եմ կաղավ վախտնա թոշակի ուղարկենք։ Մոսո, Ադամը քո վրա է։ Հնենց ես անում, որ իրան էլ ճամփես աղջկա հետևից։ Եթե նկատի ունեք Լևոնին, պահեք ձեզ իրան։ Խաղացիր, հոգնեցիր, հիմա էլ նվիրում ես ինձ։ Դուք շատ լավ հասկանում եք, որ ես դա նկատի չունեմ։ Իմ ու Լևոնի միջև ամեն ինչ վերջացած է։ Ձեր պատճառով։ Իմ պատճառով Սուրբ Լևոնին խաբելա չար կախարդը։ Անկեղծ ասած ինձ հետաքրքիրել չի, ով ում է խաբել, ինչի համար։ Ուղղակի ինձ ու Լևոնին էլ կապող ոչ մի բան չկա։ Ինքը ազատ է։ Գիտես, քո Լևոնը ինձ էլ հետաքրքիր չի։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Այս պատերի ներսում։ Այն, որ դու չես կարողանում կատարել քո պարտականությունները։ Քո պատճառով արդեն մի երեխա տուժել է։ Ու ես այդ հարցը մեծ դժվարությամբ փակեցի։ Բայց էլ չեմ պատրաստվում։ Ես շատ լավ գիտեմ իմ բոլոր պարտականությունները։ Լավ գիտես, մանկատունը դարձրել է սիրահարների այգի։ Ես մեղավոր չեմ, որ Գոնե այնքան կուլտուրա ունեցիր ու մի պատասխանիր։ Ծաղիկներ, բացիկներ, քեզ ինչ ա թվում, դու որտեղ ես։ բայց դա ես չեմ արել, չէ՞։ Դու չես արել, բայց կարող էիր ասել, չէ՞ որ պետք չի։ Ձեզ ինչն է ցավեցնում։ Այն որ Լևոնը այդ ամենը ինձ համար է անում, թե որ Լևոնը պատրաստ է ամեն ինչի ինձ ետ բերելու համար։ Լևոնի թեման այստեղ առհասարակ կապ չունի։ Ոնց։ Հենց Լևոնն է թեման։ Եթե Լևոնը չլիներ, դուք այսքան ինձ չէիք ատի։ Ու այդ ատելությունից դրդված Միլենային հաստատ չէիք տա որդեգրման։ Մյուս անգամ նման բան չասես։ Ես ասում եմ այն, ինչ կա։ Այնպես որ պետք չի անմեղ մարդկանց ցավեցնել ինձնից վրեժ լուծելու համար։ Մանավանդ, որ դու Լևոնից լավին ես գտել, չէ՞։ Ես ոչ մեկին չեմ փնտրել, ու չեմ էլ գտել։ Լավ, վերջ տուր։ Քեզ թվում է ես չտեսա, թե այն տղան Արմանը ոնց էր քեզ նայում։ Կամ չհասկացա, թե ինչի համար էր ուզում Միլենային որդեգրել։ Ես իրան չեմ ճանաչում։ Դու Լևոնին էլ չէիր ճանաչում։ Իսկ Լևոնը ինձ մոտ էր գալիս։ Ինչ։ Ուզում ես ասել, որ չգիտեիր։ Ես չգիտեի։ Լևոնը ինձ մոտ էր գալիս։ Ու մեկ էլ հայտնվեցիր դու։ Ու ամեն ինչ փչացրեցիր։ Բայց կյանքը բումերանգ է, Սառա, լավ իմացիր։ Ինչ որ տալիս ես, այն էլ ստանում ես։ Քո ներկայությունը այս հաստատությունում այնքան էլ ցանկալի չէ։ Նենց որ մտածիր հետագա անելիքներիդ մասին։ Դու Լևոնին էլ չէիր ճանաչում, իսկ Լևոնը ինձ մոտ էր գալիս։ Վիշտը մեծ է, բայց հենց լրելով ու ներսկցելով հարց չենք լուծի։ Ես կիմանամ ով է, կիմանամ։ Արսիմա դրա ժամանակը չի։ Լուսին չգիտեմ ինչ ենք ասելու։ Չեմ ուզում տուն գնանք, որ մամային չտեսնենք։ Ես ուզում եմ ես երազ լինի։ Ուզում եմ աչքերս բացեմ ու հասկանամ, որ ինձ դանակով 1000 անգամ խփել են։ Ու ես իմ կաշմարն է։ Ես չեմ կարա Լուսին սենց լուր հայտնեմ։ Չեմ կարա։ Չասելն էլ ասխալ։ Ես չգիտեմ մամային ոնց ենք ես ամեն ինչ ասելու։ Ես չեմ կարա իր հետ խոսամ։ Տեղից պապաները շատ վատ, իզոր մենակ իրան թողեցինք։ Դավիթին ուր ես ուղարկել։ Մորգ, ես գնացի,
բայց չկարողացա քրոջս մեռած տեսնեի։ Դավիթին ասել եմ, որ մնա մինչև առավոտ մորգում։ Ինչի համար։ Թող մերոնցից մարդ լինի այնտեղ։ Արսեն։ Ասեք, որ այն ինչ լսել եմ սոտա։ Ալես ասա, որ ինչ լսել եմ սոտա։ Ասա, որ սոտա, ալես։ Խնդրում եմ, ասա, որ սուտա։ Խնդրում եմ, ասա, որ սուտա։ Ասա, որ տես ման չկա, բանես, խնդրում եմ կեր։ Աղվանես, սոնաս, աղմուսան, ասա, որ սուտա։ Արսեն, չես ուզում խոսենք։ Դուրս գնա։ Ուղղակի ուզում եմ իմանալ ոնց է եղել։ Ինձ մենակ թող։ Քեզ ինչ-որ բան պետք է։ Ասեցի ինձ մենակ թող։